նախագահի խոսքը ու ինձ մոտ տպավորություն էր, որ ինքը վերջին 5 տարում ինչպես իր քաղաքական ուժը չի փոխվել եւ որևէ ասելիք չունի, կամ եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք իր ասելիքը, Հայաստանը, ինչպես Լուկաշենկոն էր ասում, այլ գնալու տեղ չունի, քան կրկին ինչ որ երկրի ռոձինա դառնա։ Այնպես որ արձագանքելու այլ բան չունեմ, եկեղեցին պաշտպանության կարիք ժողովրդի կողմից ունի եւ եկեղեցին ժողովուրդը պաշտպանում է եւ կպաշտպանի։ Իսկ մնացած առումներով չկա գետնի։ Դե պարզ է, ինքը հիմա փորձում է անդիմադիր դաշտում դիրքավորվել առաջատարի դիրքում, գուցե ցանկություն ունենալով առաջիկա 5 տարիներին կրկին խորհրդան լինել մեր ընդդիմությունը։ Բայց պարոն Գաբրելյան, արդյոք ճիշտ չի այն դիտարկումը, որ Միացյալ Նահանգները երկրորդ տարածաշրջանը, որոնք ես ներկայանում Քոչարյանը, այստեղ շահողը ոչ Հայաստանն է լինելու, ոչ Միացյալ Նահանգները, ավելի ճիշտ ոչ թե տնտեսապես չի շահում Միացյալ Նահանգները, բայց քաղաքականապես շահում է, որտեղ դա Իրանի դեմ է։ Այս Իրանի դեմ միտքը, երբ որ բացում է նաև դեսել է հավանաբար, արդյոք այդ մտահոգությունը չունի իշխանությունը հաշվի առնելով նաև Իրանից հնչող կարծիքները, դեսպանի կոշտ հայտարարությունները։ Չեմ լսել իր խոսքը, բայց ես հետեւյալը կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգների պես երկիրը, եթե որևէ տեղ տնտեսական շահ չունի, չեմ կարծում ինքը հսկայածավալ այդպիսի ներդրումներ անի։ Քաղաքական շահ ունի, տնտեսական չունի, բայց քաղաքական։ Ներեցեք, իսկ ինչի պետք է քաղաքական այդում շահ չունենա։ Իսկ ո՞րն է այդտեղից Հայաստանի վտանգը, որ օրինակ աշխարհի ամենահզոր երկիրը այդ թվում տնտեսական եւ քաղաքական շահ ունենա Հայաստանի հետ համագործակցելով։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունը մեր իշխանության օրոք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ստորագրեց, դեռևս նախորդ ԱՄՆ իշխանությունների կողմից գործող վարչակազմը դա ոչ միայն շարունակեց, այլև մեծ ընթացք տվեց եւ հենց այդ պայմանագիրը նշանակում որ ոչ միայն Ամերիկան, այլ նաեւ Հայաստանն է ուզում, որ ինքը աշխարհի առաջատար երկրների հետ քաղաքական, տնտեսական եւ այլ շահեր ունենա, այդտեղ որ ինչ խնդիր կա։ Այդտեղ կարծում եմ նորից եմ կրկնում պարոն Քոչարյանի եւ մեր Ռուսաստանից գործողված մյուս էմիսարների միակ նպատակը ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերադառնա անցյալ եւ ունենա միմիայն շահ մեր դաշնակիցների կողմից, որոնք 25 տարի փաստաթղթի վրա եղել են դաշնակից, բայց տեսանք, թե ինչպես էին օրինակ հեռախոսով ռիլեր նայելով կամ սիգարետը ծխելով հետևում, թե ինչպես էին մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ ռումբերի պայթյունների ներքո լքում իրենց բնակավայրը։ Հիմա չունեք մտավախություն, որ այս անգամ Ռոբերտ Քոչարյանը Ես բոլորիդ հարցին կպատասխանեմ։ Կհաջողվի միջև քոք մաշեցնել, գրել։ Նորից կկրկնեք։ Ասում չունեք մտավախություն, որ իր մասնակցությամբ միջև քոք կմաշեցնի իշխանությանը, կգրի ձեզ։ Ես այդ մտավախություն բառասվածը միշտ չեմ հասկացել ինչ նշանակում մտավախություն, այսինքն սա քաղաքական ընտրություններ են, մենք դուրս չենք եկել դուելի, ինչպես ինքն էր երազում 2021 թվականին, որ մի հատ էլ մտավախություն ունեմ, որ կյանքից կարող եմ զրկվել։ Ես կարծում եմ ինքը մինչև քոքը ոչ միայն իր, այլ նաև մյուս բոլոր ընդդիմադիրների քոքը կմաշեցնի եւ թող այդ մյուս ընդդիմադիրները մտածեն, համենայնդեպս իր ամբողջ ասելիքը ասուլիսի ընթացքում երկուսն է իմ կարծիքով այդ գլխագրերից որ ծանոթացել եմ վերնագրերից մեկը այն որ Հայաստանը պետք է միմիայն Ռուսաստանի հետ լինի եւ երկրորդը ըստ իս որը ոչ թե իր ընտրողին կամ մեզ էր ուղված այլ ընդդիմադիր դաշտիներ ուղված որ հանգիստ նստեք ձեր տեղը լիդերը ես եմ լինելու ընդդիմության Այդ ասում էր լավ չեք հասկացել, որովհետև կամ ձեր ուզածով եք հասկացել, որովհետև ասում էր դեռևս սոցիալարսումներ պետք է անեն, նույնիսկ իր դաշինքը ղեկավարելու հարցում, եւ Ռուսաստանի հետ կապված նույնիսկ Միացյալ Նահանգներն ասում են ամենալավ երկիրն է բանակցություններ վարելու եւ իրենք շատ լավ բանակցություններ են վարում։ Այսինքն այդ ամենը Տեսեք, եթե ես լավ չեմ հասկացել, եթե ես լավ չեմ հասկացել, ուրեմն լավ չեմ հասկացել այդ թվում ձեր լրատվամիջոցի դրած վերնագրով։ Ձեր լրատվամիջոցը որտեղ որ դուք աշխատում եք, վերնագիր էր դրել, որ միայն ես կարող եմ այս երկիրը այս վիճակից անել։ Եթե դուք այդպիսի վերնագիր եք դրել եւ ինձ ասում եք ես լավ չեմ հասկացել Ռոբերտ Քոչարյանի խոսքը, ուրեմն դուք սխալ եք հանրությանը ներկայացրել։ Ասել է այդպիսի բան պարոն Քոչարյանը, ես կարծում եմ ասել է որ այդպիսի վերնագիր է դրել ձեր լրատվամիջոցը, որտեղ ասում է ես եմ միակ մարդը, որ կարող եմ այս երկիրը այս վիճակից անել։ Ի տարբերություն շատ շատերի երկիրը բայց ասում է դեռևս պետք է հարցումներով դա եւս լինի։ Ինքը իր մասին կարծում է այդպես, բայց ինքը նաեւ ասում սոցիալ Ես իր մասին եմ ասում, էլի։ Չէ, ինքը ասում է նաեւ հարցումներով կբարձրվի դա բանը։ Ես չգիտեմ դուք ինչ եք հիմա փաստաբանը դեր տանում, ես ասում ես կարդացել եմ ձեր վերնագիրը, որտեղ շատ բարձ գրված ասում է ես եմ այն միակ տղեն, որ կարա երկիրը այս վիճակից անի, թե հետո այդտեղ ստերոկետով ինչ ավելացնում։
Դե լավ տղա է, չէ՞, այսինքն նկատի չունեմ, դու ասում տղա հասկանալի է, չէ՞, ինչ նկատի ունեմ։ Թեմայից հարցնեմ, պարոն Գաբրելյան, երախորդում արտգործնախարարը ասում էր Հայաստանի խնդիրը ազատության թշնամիներն են, դուք անդադ հիբրիդային պատերազմից եք խոսում, կասեք կոնկրետ ով է հիբրիդային պատերազմը վարում է դեմ եւ ով է Հայաստանի ազատության թշնամին։ Ինձ թվում է այդ հարցերի պատասխանը հայ ժողովուրդը շատ լավ գիտի, բաներ կան, որ պետք չի ասել, ենթադրեմ։ Ինձ թվում է դուք շատ լավ գիտեք ու ցավոք սրտի, երբեմն այդ թվում դուք կամ մեր շատ այլ հայրենակիցներ չիմանալով ընկնում են այդ թակարդը։ Օրինակ հիբրիդային պատերազմներից մեկը կա մամուլով ասեմ, որպես ձեր ոլորտի, երբ որ չճշտված աղբյուրին հղում անելով, հետո մեկ օր հետո պարզվում է այդ աղբյուրը շատ այլ տեղից, կոնկրետ այլ տեղից ֆինանսավորում է եւ կոնկրետ իր հրապարակումները որևէ աղերս չունեն իրականության հետ, բայց ձեր կողմից տիրաժավորվում է, դուք ուզեք, չուզեք կամ անուղղակիորեն դառնում եք այդ հիբրիդային պատերազմի կամ այդ հիբրիդային գրոհների։ Ո՞րն է մի տեղը, պարոն Գաբրելյան։ Տեսեք կոնկրետ հրապարակումներ, եկեք բացենք, տեսնենք վերջին մի քանի հրապարակում։ Բայց երբ որ դուք ասում եք մի տեղը, պետք է այդ մի տեղը անունը տալ։ Հարգելիս, հիբրիդային պատերազմը այդ բան չի, տենց կալաշնիկով չենք բաժանում եւ իրար կրակում։ Հիբրիդային պատերազմի մի մասն է, ձեր ասած ապատեղեկատվությունը։ Հիմա երբ որ այդ ապատեղեկատվությունը, որ գալիս է, որ օրինակ, չգիտեմ, մեր հարևան որևէ երկրի առաջնորդ մի քանի 100,000 անձնագիր է ուղարկում, այն դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետությունում գոնե 18 եւ 21 թվականի ընտրությունները անցել են այնպիսի ժողովրդավարության պայմաններում, որ այդ թվում մեր ընդդիմությունն է ընդունել եւ եկել է 5 տարի ուղակի գրանցվել կոճակա սեղմել, որպեսզի բացակայ չստանա եւ պարգևավճար կամ աշխատավարձ ստանա, ինձ թվում է այդ ակնհայտ է էլի։ Իսկ հիբրիդային պատերազմ եթե ավելի կոնկրետ եք ուզում, օրինակ մեր արտաքին հետախուզության ծառայությունը, եթե չեմ սխալվում, մի որոշ հատվածել հրապարակային է, ինքն այնտեղ շատ པարզ նկարագրում է, թե որն է, այդ թվում մեր Եվրամիության գործընկերները ունեն այդ փորձը, թե ինչպես դրա դեմ պայքարել։ Դեմես գումար էին տալիս Ռուսաստանի դեմ, հայտարարությունը Ես կարծում եմ այդ թվում, այո, կարող են Ռուսաստանից լինել։ Օրինակ, երբ որ այդ Ռուսաստանի խոսափողն ասում է, որ այստեղ պետք է հատուկ գործողություններ անել, դա ի՞նչ է։ Ինձ թվում է դա էլ է դրա մի մասը։ Եվ այդ հատուկ, թեև ինքը ռուսերենով ասում է հատուկ ռազմական գործողություններ, բայց այդ հատուկ ռազմական գործողությունները, եթե հայերենի թարգմանես, կարած ռազմականը հանես եւ այլ գործողություններ, օրինակ, որ հայտնվեն մերօրյա մարդիկ, որոնք խոսեն, որ իրենք պատրաստ են, չգիտեմ, անվճար նվիրումով աշխատել, ես ավելին ասեցի, որ ինչի անվճար բերեք հրապարակային հայտարարենք եւ տեսեք թե նախկին այդ ապօրինի հարստացած անձանցից քանիսը պատրաստ կլինի ինքը մի բան է վճարի։ Օրինակ ամիսի 100 միլիոն դրամ պատրաստ եմ վճարի, ելի հետ գա, եթե այդ նույն պայմանով 10 տարի կղեկավարի։ Ռոբերտ Քոչարյանը, որ ըստ դատախազության առնվազն 220 միլիոն դոլար եւ ավել ապօրինի գույք ունի։ Ձեր կարծիքով չի ուզենա ինքն է 100 միլիոն դրամ ամեն ամիս բարեգործություն անի եւ եւս 10 տարի լինի ղեկավար։ Իսկ թվում է կուզենա, որտեվ շահավետ է, չէ՞։ Եվ ուրախ թեմաների անդրադառնանք այսօր դիսկոտեկա եք, հա, կազմակերպել վարչապետը նա մասնակցություն ունենալ։ Ես չեմ կազմակերպել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, որքանով որ ես տեղյակ եմ, դա կուսակցականների համար չի եղել, ես անձամբ գրանցված չեմ, դա ազատ քաղաքացիների, հատկապես մեր երիտասարդների համար է գրանցումը եղել, կարծես թե բավականին մեծ թվով մասնակիցներ կան, ինձ թվում է մենք առիթներ ունեցել ենք եւ կունենանք լսելու վարչապետի կատարումները, սա կարծում եմ մեր քաղաքացիների համար է։ Ոչ, չեմ գրանցվել։ Չեք գրանցվել։ Դե որովհետեւ սա կուսակցության համար չէ, Ժորժան, սա ըստ էության երիտասարդների համար է եւ եղել է ազատ գրանցում, կարծես թե 1000-ին մոտ է հասնում այդ թիվը, այսինքն դրա կարիքը չկա, ենթադրում եմ, թող մեր քաղաքացիները լուրջ ստուգումներ են անցնում այդ ցուցակողները։ Այլակ եկեք մի բան հասկանանք, էլի, եթե աշխարհում դու գտնես մի երկիր, որի ղեկավարը որևէ տեղ է գնում եւ այդտեղ ստուգում չի անցկացնում, խնդրում եմ հաջորդ անգամ ինձ օրինակ հարցով կտաս, ասա օրինակ, չգիտեմ, Թրամփը, Վլադիմիր Պուտինը, այն մյուսը, Մակրոնը, որ գնում են որևէ տեղ, այդտեղ որևէ ստուգում չի անում։ Տիրապետում երաշտական գործիքները։ Չհասկացա։ Նրանք չեն տիրապետում։ Ինչ կապ ունի դու երաշտական գործիքների կատարման համերգի ես գնում, թատրոն ես գնում, ազգային ժողով ես գալիս, աշխարհում բոլոր երկրի առաջնորդները գտնվում են տվյալ երկրի պետական պահպանության ներքո։ Ցավոք սրտի Հայաստանը այդ իմ նշած երկրներից ի տարբերություն ունեցել է մի իրավիճակ, որտեղ պետական պահպանության ներքո գտնվող անձինք երկրի ղեկավարները այս շենքում գնդակահարվել են։ Հիմա պետք է Հայաստանը ավելի, այսպես ասած, ի տարբերություն իմ նշած մյուս երկրների, ավելի աչառ լուր լինի եւ այդ պետական պահպանությունն անի։ Բայց նորից եմ ասում, հա, տենց հրապարակումներ, վայ դիպուկը հարվայես,
Երբ որ ես եմ այդում գնում գործողումների եւ մասնակցում եմ տվյալ երկրի ղեկավարների որևէ կազմակերպած միջոցառմանը, ես տեսնում եմ այդ թվում թե մենք որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր ներկայացուցիչներ ինչպեսի ստուգում ենք անցնում, որպեսզի որևէ միջոցառման գնանք, այդպես բան չանենք, այդ բաբլի մեջ չապրենք, որ վայ Հայաստանը այնպեսի երկիր է, որտեղ վարչապետի համար հատուկ ստուգումը, այդ ստուգումը այն նվազագույն ստուգումներն է, որ աշխարհի առաջատար երկրները իրենց առաջնորդների համար անում են։ Տեղյակ ինչ ֆինանսավորման, որտեղ է աշխատակազմը, ինչ ֆինանսավորման է։ Անկեղծ ասած տեղյակ չեմ։ Բայց դա էլ եմ տեսել, համ 2 գրամ մեր հարկերի հաշվին, ուզում ասեմ այդ հազարավոր կամ 1000-ին մոտ երիտասարդները, որ գալու են, իրենք հարկատու չեն, իրենց ծնողները հարկ վճարող չեն։ Երբեմն այդ խոսույթն է կաչած, մեր հարկերի հաշվին էս ինչա անում, բայց երբ որ տեսնում ես այդ միջոցառման մասնակիցների ցանկը, այդ մարդիկ են հարկ վճարող, ինչպես ես, ինչպես դուք, ինչպես, չգիտեմ, մեր հարգելի օպերատորները։ Տարածքա վերցվելու, որտեղ իրականացվելու այդ միջոցառումը։ Ես ասում եմ, չգիտեմ կոնկրետ այդ ոնց արվում, բայց ես ընդհանուր մոտեցումն եմ ասում։ Ես էլ եմ հարկ վճարող, դուք էլ եք հարգելի փայլակ հարկ վճարող եւ վստահաբար այդ վարչաբենդի համերգին եկող երիտասարդների մի հսկայական հատվածը նույնպես իմ եւ ձեր նման հարկ է վճարում, որից գոյանում է պետական բյուջեն, ել չեմ ասում իրենց ծնողներն էլ են հարկ վճարում, որից գոյանում է պետական բյուջեն եւ կարծում եմ ողջամտության սահմաններում էլ ծախսը կարվի։ Բայց տեղյակ չեմ անձամբ թե ինչքան է ծախսում։ Որ Անահիտ Ավանեսյանը պարային խմբի անդամներից է, տեղյակ եք այլ ԿՊԱ-ականներ եւս պարային խմբից կլինեն։ Չէ, տեղյակ չեմ, անկեղծ ասած, հասկանում եմ, այդպես փորձում եք մի քիչ հումորային բանի տանել, բայց դուք հասկանում եք, չէ՞ որ Ես հասկանում եմ, որ ձեզ համար նախարարին տարօրինակ է տեսնել, օրինակ բացի գողությունից այլ բան անել, որտեվ երբ որ երեք դուք Ռոբերտ Քոչ, երբ որ հազար ներողություն եմ խնդրում, որ անձնավորում ձեզ, ես նկատի չունեմ անձամբ ձեզ, էլի, այդ թվում ինձ, այո, տարօրինակ է ինչ-որ առումով տեսնել, որ նախարարը բացի գողանալուց կարողանում է նաև ապարել, հասկանում եք, որտեվ երեկվա այն անձնավորության ասուլիսին, որ գնացել եք, իրանց նախարարները, այո, ապարելու ժամանակ, քաղաքացիների հետ այդ թվում ապարելու ժամանակ չունեն, որտեվ ավելի կարևոր գործով էին զբաղված, որովհետև լրացել էր գուցե ինչ-որ մեկի մի ամիսը, որ ինքը նոտար չի գնացել հերթական իր տունը գրանցելու համար։ Դե պարզ է, կարող է եւ նաև ձեր համար տարօրինակ թվա, ինձ համար տարօրինակ ոչ մի բան չկա եւ երբ որ փորձում ենք տես պիտակավորումներ տալ, այդ թվում մեր ընդդիմությունը, դուք հասկանում եք, որ մեր երկրում առնվազն մի քանի տասնյակ հազար երեխաներ բարի են գնում այս բանին։ Եվ երբ որ այդ ուղերձը տալիս ենք ապարել, այդ մարդկանց մոտ ինչ ենք ուզում ձեւ, որ ապարելը այդ ինչ որ մի հատ ծիծաղելու բան է, հա։ Մենք ընդհանրապես գրաֆիկն ենք ասում։ Դա ես ասում եմ։ Այդքան ազատ է, որ կարող է գնալ ապարել, համույթի հետ փորձեր անել, այն դեպքում որ ամեն օր խոսում եք նույն բանն է վերցնում, առողջապահական համակարգի ներդրման համընդհանուր բազմաթիվ խնդիրների մասին։ Այսինքն այնքան ազատ է, որ այդքան ժամանակ ունի, դա է ամբողջ խնդիրը։ Իսկ երբ է գնալու։ Ինչ է Երբ է գնալու այդ միջոցառմանը մասնակցին։ Որ ժամին ասենք։ Չգնաց, ես չգիտեմ երբ է գնում, հարցը դրա մասին չէ, հարցը այն է, թե Դե հարցին ձեր պատասխանում, իսկ կարող է երեկոյան 21:00-ին է գնալու, որտեղ օրինակ այդ մարդը ունի ազատ ժամանցի կամ իր հանգստի իրավունք։ Հիմա աշխատանքային ժամը առողջապահության նախարարը եկել է այս սենյակում, պատասխանում է падգամավորների հարցերին, եւ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին մի քանի տասնյակ թոշակառուներ ստացել են 4 միլիոն դրամ եւ ավելի առողջապահական ծախսերի փոխհատուցում, մի բան, որը մենակ Ռոբերտ Քոչարյանը իրան կարա ժամանակին թույլ տար։ Ոչ մի թոշակառու Ռոբերտ Քոչարյանի ժամանակ անգամ չէր կարող երազել, որ ինքը 4 միլիոն դրամի անվճար օգնություն կստանար, հասկանում եք։ 12 միլիոն դոլար միայն այս ամիս ուղղվել է թոշակառուների մինչև երեկվա դրությամբ կատարված ծախսերը։ Եվ Անահիտ Ավանեսյանը այո աշխատանքային ժամին այստեղ ներկայացնում է իր կատարված աշխատանքը։ Կան թերություններ, իհարկե կան, լսեք մեր այդ թվում մեր հարցադրումները եւ կտեսնեք, բայց սա նոր համակարգ է եւ մենք հասկանում ենք, որ միանգամից դուք թիվը լսեցիք, հունվարի 1-ից 1.550.000 մարդ Հայաստանի Հանրապետությունում ապահովագրության շահառու է, 1.5, այսինքն մեր բնակչության կեսը այս պահին այդ ապահովագրության համակարգի մաս է եւ ես շատ ուրախ եմ, որ միջև այս պահը համենայն դեպս միակ եթե այդպես ասեմ, հա, որոշակի մտահոգությունները կամ դժգոհություններն նա են, որ գուցե որևէ դեղի համար որ փոխհատուցում է տրվել, քաղաքացին դեռ պետքա մի քիչ էլ ավելացնի, բայց եկեք ընդունենք, որ հունվարի 1-ից առաջ դեկտեմբերի 31-ին այն քաղաքացին, որ օրինակ 36000 դրամ ստացել է դեղի գումար եւ եւս 3000 կամ 10000 դրամ ավելացրել է, որ այդ իր ուզած դեղը առնի, դեկտեմբերի 31-ի դրությամբ այդ հնարավորությունն չուներ, ինքը իր ամբողջ թոշակը պետքա տար։